առաջիկա կարևոր անելիքներից մեկը գետնի վրա թրիփ նախագծի իրագործումն է, որը բխում է կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծից եւ որը 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի կարևոր գործնական արդյունքներից մեկն է։ Թրիփ նախագիծը, որն իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը։ Հայաստանի շրջափակումը ի դեպ հիմա արդեն մասամբ հաղթահարված է, որովհետև 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին Վրաստանի տարածքով բաց է Հայաստան ներմուծումների եւ Հայաստանից արտահանումների համար, իսկ Ախալքալակ Կարս երկաթուղին, ինչպես տեղյակ եք, մայիսին բացվեց Հայաստանից արտահանումների եւ դեպի Հայաստան ներմուծումների համար։ Այժմ նաեւ Թուրքիայի ճանապարհներն են Վրաստանի տարածքով բացվում Հայաստանի ավտոմեքենաների համար։ Թրիփ նախագիծը սակայն ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, ներառյալ Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև կապը, նաեւ Հայաստանի հյուսիսային շրջանների երկաթուղային կապը Սյունիքի մարզի հետ Նախճեվանի տարածքով, այլև Հայաստանը ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։ Ուզում եմ ընդգծել, որ նախագծի իրագործումը բացելու է նաև երկաթուղային կապը Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև։ Իրանի, Նախճեվանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքով, որը դարակազմիկ փոփոխություն է թե Իրանի, թե Ադրբեջանի, թե Հայաստանի, թե Վրաստանի համար։ Հայաստանն այսպիսով երկաթուղային կապ է ստանալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Պարսից ծոց Սև ծով երկաթուղին թրիփի հետ ուղիղ կապ չունի, այսինքն այդ նախագծի մաս չէ։ Նրա վերաբացումը դառնալու է տարածաշրջանային ապաշրջափակման կարևոր հարակից արդյունքներից մեկը։ Ինչ վերաբերվում է բուն թրիփի երկաթուղային ենթակառուցվածքներին, ակնհայտ է, որ այն անցնելու է Նռնաձոր ակարակ երթուղով, Հայաստանի հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած մեզ բոլորիս հայտնի երկաթուղու ծրագծով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի եւ կենտրոնական Ասիայի հետ եւ հասկանալի է, որ դրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու հատկապես արևելքից արևմուտք։ Այդ բեռներն անխուսափելիորեն անցնելու են թրիփով Նռնաձոր ագարակ երկաթուղիով։ Հասկանալի է, որ ագարակից բեռները մտնելու են Նախճեվան եւ այստեղ է, որ մեզ համար ծագում է մի իրադրություն, որի կառավարումը էական նշանակություն ունի Հայաստանի համար։ Իսկ այդ իրադրությունը հետեւյալն է. խորհրդային ժամանակներում Նախճեվանից երկաթուղին Արտի մարզի երազք բնակավայրով մտել է Հայաստան եւ շարունակվել է մինչեւ Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայր, ապա եւ մտել Թուրքիա։ Ու մենք հիմա տեսնում ենք, որ միջազգային ներդրողները ոգևորված լինելով թրիփ նախագծով եւ ներդրումներ անելու մեծ ախորժակ ունենալով երազք Ախուրիկ երկաթուղային հատվածը շրջանցելու ուղիներ են փնտրում։ Փնտրում են սխեմա, որ բեռները Նռնաձոր ագարակ երկաթուղով Նախճեվան մտնելուց հետո դեպի արևմուտք ընթացքը շարունակեն ոչ Հայաստանի երկաթուղով, այլ շրջանցեն Հայաստանի երկաթուղին։ Սա մեզ համար մեծ խնդիր է, որովհետև նման սցենարում Հայաստանը մեծ եկամուտներ, ներդրումներ, պոտենցիալ, աշխատատեղեր, զարգացման հնարավորություններ է կորցնում։ Իսկ ինչու են ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռքբերողները ուզում խուսափել երազք Ախուրիկ երկաթուղուց։ Մի պարզ պատճառով երկաթուղու այդ հատվածը, թեև Հայաստանի լիարժեք սեփականությունն է, գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո։